Պարոն Փաշինյան, եկեք, մեր պահանջը կա, դարեք, մաքուր ձևով։ Պարոն Փաշինյանին են կանչում քասախցիները, վերջ տալու տրանսպորտի գների այս քաոսին։ Վաղ առավոտից փակում բացում են Երևան աշտարակ մայրուղին։ Ճանապարհը պետքա փակվի, մինչև ժողովրդի պահանջը կատարվի։ Ծայլը տվել ենք Նիկոլ Փաշինյանին, լավ են կարել։ Հիմա թող Նիկոլ Փաշինյանը քեզ հարցեր լուծի։ Չնայած քասախը աշխարհագրորեն Կոտայքի մարզում է, մեքենայով 6 րոպեում հասնում են Երևան։ Քասախցիներն այսուհետ ստիպված են կրկնակի վճարել Երևան հասնելու համար։ Ես հիվանդքին հազիվ քայլում եմ, այսօրվա դրությամբ ես հասել եմ ստեղ իմ արդար պահանջին, 59 մտնելու է մեր տեղափոխման միջոցը, ինչ որ ուզում են մեզ զրկեն, դա չի լինելու։ Ով որ եկավ ասեց մեր տեղը կվճարի, որ ոստիկան ցանկացած, եկեք որը որ ուզում է թող կասի վճարում ենք, խնդրում եմ։ Մենք ճանապարհը կբացենք, ուրիշ ոչ մի պահանջ չունենք մենք։ Մեր կապը եղել է միշտ քաղաքի հետ։ Մշտական քաղաքի հետ է, ինստիտուտ է, ուսանող է, Թումոյա, ստեղից մի կիլոմետր չկա, այսի քաղաքն է։ Երեկ երբ քասախցիները պրոշյանցիների հետ եկել էին կառավարություն, նրանց ասել են 59 համարի ավտոբուսը, որը քասախը կապում է Երևանի հետ, չի աշխատելու։ Այդ ավտոբուսին քասախցիները վճարում էին 150 դրամ ու հասնում մինչև Երևանի Մաշտոցի պողոտա։ 100% կային է։ Ներդրվող նոր երթուղին սպասարկելու է մուլտիտրանսպորտ ընկերությունը, ավտոբուսի փոխարեն լինելու է միկրոավտոբուս 200 եւ 250 դրամ ուղևորцов, եւ առաջվա նման այլևս չի հասնելու մայրաքաղաքի կենտրոն, այլ մինչև Աջափնյակ։ Ես 44 օրվա պատերազմի մասնակից եմ, ունեմ բազում խնդիրներ առողջական։ Այս պահին պպզած էթում գալիս եմ 59 համարով։ Ես պատկերացնում եմ, որ իրանք փոխեն սարքեն գազել, կռիշին երևի պետք է հելնեն, որ կայնած էթա հանգիստ լինի, էլի։ Այդ ոնց եղավ սովետական ժամանակ քասախը ունեցել է իրավունք ունենա քաղաքային տրանսպորտ ունենա, իսկ հիմա նեցած ասում է քաղաք իրավունք չունի տրանսպորտ մտնելու։ 10,000 բնակչություն։ 10,000 բնակչություն։ Հնարավոր է մենք ավտոբուսի մեջ չենք տեղավորում, մենք համ լիքն են։ Այդ մարշրուտի մեջ որտեղ պետք է նստենք։ Բոյկոտին միացել են քասախում ապրող ուսանողները, որ ամեն օր Երևան են գնում գալիս, նաև դպրոցականները, վաղն էլ իրենք են ուսանող դառնալու։ Հավաքների մասնակցելու իրավունք չունեն անչափահասները։ Երեք պրոշյանցիների հարցը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը խոստացել է լուծել մասամբ։ Քասախցիները մեծ հույս ունեն, որ իրենցն էլ այսպես չի մնա։ Պրոշյանցիների հարցը չի լուծվել, պրոշյանցիների գլխի տակ ուղակի փափուկ բարձ է դրվել այդքան։ Քասախցիների գլխի տակ էլ փափուկ բարձ դրեցին։ Մայրուղին մի քանի ժամ պարբերաբար փակելուց հետո բնակիչներից մի քանիսին ընդունեց Կոտայքի մարզպետը։ Բողոքի ակցիան վաղ առավոտից լուսաբանող լրագրողներին թույլ չտվեց ներկա լինել քննարկմանը։ Փակ հանդիպումից հետո մարզպետը դուրս եկավ եւ ասաց, որ ժողովրդից մեկ շաբաթ է խնդրել, որպեսզի հասկանա ինչպես լուծել այս հարցը։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, 100։